Օրեր առաջ Վրաստանի Բաթումի քաղաքում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձած Հայաստանը ներկայացնող ծանրորդ Էմմա Պողոսյանը Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց։ Պողոսյանը պոկում վարժությունում 5-րդ տեղը զբաղեցնելուց հետո հրումում 3-րդն է։ Բրոնզե մեդալ նվաճեց նաև երկամարտում։ Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցեց 253 կիլոգրամ արդյունք, զիջեց միայն Թուրքմենստանի և Չինաստանի ներկայացուցիչներին։ Հարգելի մարզասերներ, մեկ խնդրանք, ակտիվ հավանեք տեսանյութը և տարածեք այն։ Եվ Էմմա Պողոսյան, Հայաստան, 3 կիլոգրամանոց գայլ։ Էմման Բաթումիում 105 պոկեց երկրորդ մոտեցմամբ, հիմա 106 մեկական կիլոգրամ մոտեցումների ժամանակ ավելացնում է և հիմա 106-ով Էմման չի դառնա վարժության առաջատար, եթե նույնիսկ բարձրացնի և մեծ հույս ունենք, որ կբարձրացնի իհարկե։ Ու կպահես Էմմա, չքնաղ է Էմմա Պողոսյանը, որքան վստահ է մոտեցումների ժամանակ Էմմա Պողոսյանը և ավելացնում է աստիճանա 110 սյուի երրորդ մոտեցման համար ու գալիս է Էմմա Պողոսյանը Ռուստամովայի երկրորդ պատվերի համար 110 կիլոգրամ սահմանվեց և Էմմա Պողոսյան Հայաստան նորից 3 կիլոգրամանոց գայլ։ Էմմա հասկացիր, որ այս մոտեցմամբ դու կարող ես քեզ համար շատ լավ հնարավորություն ստեղծել հրում վարժությունում մի փոքր ավելի թեթև զգալու համար։ Դրա համար պետք է անպայման անել 109։ Գնաց դե կպահես Էմմա, կանգնիր ապրես, կեցես, հպարտություն ես իսկական և 109 կիլոգրամով Էմմա Պողոսյանը ավարտում է ելույթները պոկում վարժությունում, նա իր ուժը ցույց կտա արդեն հրում վարժությունում, շատ լավ էր, շատ կարևոր էր, որ Էմման 3 մոտեցումներն էլ հաջողեց, Արտաշես Ներսիսյանը, Սամվել Գասպարյանը և Տարոն Թովմասյանը, տեսեք մեր թիմի բարձրացրեց, դառնում է երկամարտի առաջատար։ Դե Էմմա, սկսվում է իրական պայքարը։ Հաննա Ամրոյանի ճանապարհով։ Կանգնիր ապրես, դե վերևում Էմմա, նույն թեթևությամբ։ Ու հրիր Էմմա, կեցես, դարձյալ, անթերի աշխատում Էմմա Պողոսյանը և 137 կիլոգրամով նախ դառնում է վարժության առաջատար։ Էմմա այս մոտեցումը շատ է պետք Էմմա, 141 դու արեցիր Բաթումիում, հիմա ավելացնելու ժամանակն է, հավաքված, պինդ, կանգնեց, ապրես Էմմա, վերևում Էմմա պետք է, ու հրել Էմմա, պահել, կանգնել ապրես, ֆանտաստիկ է Էմմա Պողոսյանն այսօր։